Թուրքիան հայտարարել է Հայաստանի եւ Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտելու մասին։ Այս հայտարարությունից հետո վերլուծական դաշտում կրկին ակտիվացել են քննարկումները։ Արդյոք Անկարան պարզապես առևտրի մասին է խոսում, թե ավելի լայն տարածաշրջանային նախագծերի։ Անկարան ակտիվորեն խոսում է միջին միջանցքի մասին, որը Չինաստանը, Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով Եվրոպային կապող լոգիստիկ շղթան է։ Եվ հենց այս ֆոնին հարցեր են առաջանում. որքանով են հայ-թուրքական առևտրի ուղղությամբ բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքների ավարտն ու տարածաշրջանային լոգիստիկ ծրագրերը փոխկապակցված։ Թուրքիան ասում է, գիտեք, ես վերացնում այդ սահմանափակում, այսինքն ես թույլ եմ տալիս իմ առևտրային կազմակերպություններին կամ ընկերություններին, ուղղակի հայկական ռեզիդենտ անցածող ընկերությունների հետ գործակցել կրկել, բայց լոգիստիկան դրանից չի փոխվում։ Այսինքն կարող է հայկական ռեզիդենտ անցածող ընկերությունը պայմանագիր կնքի Թուրքիայի որևէ ընկերության հետ, բայց ապրանքը, այսինքն ապրանքի տեղափոխման դեռնափոխադրման լոգիստիկան երթուղին նույնն է։ Թուրքիա, Վրաստան, Հայաստան։ Դա միջին միջանցքեր որևէ հավես չունի։ Նախընտրական այս փուլում Թուրքիայի քայլի նպատակը քաղաքացիական պայմանագրին աջակցելու եւս մեկ ձև է, նշում են զրուցակիցներս, բայց Թուրքիայի նպատակները հեռուն տանող են։ Երբ տարածաշրջանում անվտանգային վակուում է տեղի ունենում, սա դարավոր այսպես է եղել Հարավային Կովկասը։ Հիմնականում Հարավային Կովկասը 3 գերտերությունների մրցակցության դաշտն է։ Իրանի, ժամանակի Օսմանյան կայսրության կամ Բյուզանդյան կայսրության եւ արդեն հետո Ռուսաստանի։ Հիմա Իրանը զբաղված է իր խնդիրներով, Ռուսաստանը իր խնդիրներով, որոնք երկուսն էլ առաջացել են Ամերիկայի Միացյալ Նահանգների դրդմամբ։ Հետևաբար մնում է տարածաշրջանում Թուրքիան, որ այս վակուումը պիտի լրացնի։ Եվ որովհետև Թուրքիան նաև պետք է Միացյալ Նահանգներին միջին միջանցքը վերջնականապես գործարկելու համար։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Չինաստանից Եվրոպա տանող հյուսիսային երթուղին կորցրել է իր նախկին կայունությունը, իսկ իրանական ուղղությունը շարունակում է բախվել արևմտյան սահմանափակումներին։ Եվ այս ֆոնին գնալով մեծանում է միջին միջանցքի կարևորությունը։ Էրդողանը բաց տեքստով ներկայացնում է, որ Սյունիքով անցնող ճանապարհը Թուրքիայում դիտարկվում է որպես ավելի մեծ արևելք-արևմուտք լոգիստիկ շղթայի մաս։ Զանգեզուրի միջանցքի բացումը ռազմավարական զարգացում կլինի միջին միջանցքի համար։ Հարությունյանն ընդգծում է. Սյունիքը Հայաստանի համար ունի նույն նշանակությունը, ինչ Հորմուզի նեղուցը Իրանի համար։ Իրանը գիտակցում է, որ Հորմուզը երաշխավորում է իր գլոբալ դերակատարումը։ Նույնը պետք է գիտակցեր Հայաստանի գործող իշխանությունը, որ չի գիտակցել 8 տարի է, նշում է Խոսրով Հարությունյանը։ Իջև Սյունիքը ինչ կոնտեքստով ուզում եք, ինչպիսի փաթեթավորումով դիվանագիտական ուզում եք ներկայացրեք, օտար երրորդ երկրների վերահսկողությանը իստրիպես դա է նշանակում։ Դա նշանակում է ուղղակի զիջել մեր ռազմավարական կարևորության կարևոր դիրքերը։ Հայաստանի համար շահավետ տարբերակը Մեղրին չէ, այլ Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի, Կարս երթուղին։ Ըստ Հարությունյանի, այս տարբերակն ավելի կարճ է, տնտեսապես ավելի շահավետ եւ Հայաստանին տալիս է ոչ միայն տարանցիկ, այլև անվտանգային դեր։ Իսկ հարցին, որքանով է այս տարբերակն իրատեսական արդեն շրջանառվող թրիփ նախագծի պայմաններում եւ արդյոք դա չի հանգեցնի գերտերությունների նոր բախման, Հարությունյանը պատասխանում է. խնդիրը ոչ միայն ճանապարհն է, այլ այն, թե ով եւ ինչ պայմաններով է բանակցում։ Ես առաջարկում եմ ավելի կարճ ճանապարհ, ավելի վստահելի եւ լոգիստիկ ժամանակակից պահանջներին բավարարելու համար նման ներդրումներ ենթադրող բեռնափոխադրումների երթուղի։ Ինչու՞ պետք է Տրամպը ասի ոչ, ես դրան դեմ եմ։ Եթե ասում է ոչ դրան դեմ եմ, նշանակում է Տրամպը ոչ թե նպատակ է հետապնդում օգտագործել մեր հնարավորությունները մեզ նույնպես նպաստելով լուրջ դերակատարումներ առաջնորդը բացառապես իր Թուրքիայի, Բրիտանիայի եւ Ադրբեջանի շահերով, որը հակասում է նպատակներին։ Ըստ Խոսրով Հարությունյանի, եթե Հայաստանը ներգրավի իր առաջարկած երթուղով, ապա Չինաստանը կդառնա այդ ճանապարհի անխափան աշխատանքի շահառու, ինչը կարող է ստեղծել լրացուցիչ աշխարհաքաղաքական հետաքրքրվածություն Հայաստանի կայունության նկատմամբ։
Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։